բարձրագույն մասշտաբային։ Շնորհակալ եմ շատ, հիմա հարցերը լսեմ։ Ձեր հարցը տվել եք, ուզում եք արձագանքենք, սկսենք ձեր հարցից։ Տեսեք, մանդատների հետ կապված հիմա մենք ըստ էության ոչ քաղաքական որոշում ունենք, ոչ էլ ըստ էության համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Բնականաբար զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներ ամփոփ լինեն, սա նախնական արդյունքներ են ու ինչպես տեսնում եք իմ հրապարակած տվյալներից, իրապես նախնական են ու բազմաթիվ ճշգրտումները կարող է ելքային լինել, օրինակ Բարգավաճ Հայաստանի ՇՄ հաղթահարելու հարցը, հա, այս պարագայում ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել էր, ստացվում է այսօրվա գործող ազգային ժողովից տարբերվող ձևաչափ, այսինքն քաղաքացիական պայմանագիրը հնարավոր է այլևս հնարավորություն չունենա 3/5-ով որոշումներ կայացնելու։ Իսկ դա մի շարք ոչ միայն օրինակ դատախազ նշանակելու հարց է, այլ նաև մի շարք այլ հարցեր է, հա, միջազգային պայմանագրերի վավերացում կարող է լինել եւ մենք բոլորս գիտենք, հա, սպասելիք իրադարձությունների մասին, օրինակ սահմանադրության փոփոխությանը, օրակարգանոր սահմանության ընդունման, Տիգրանաշենի խնդիր կա, այսպես կոչված ճակերտավոր անկլավների, մի շարք հարցեր կան, բայց այդ ամենին անդրադառնալու համար դեռ չկա քաղաքական որոշում, դեռ չկա վերջնական արդյունք, այդ ամենից հետո նոր օրակարգային կդառնա խոսելու։ Ինչպիսին է տրամադրվածությունն այս առումով, ձեր անձնական տեսակետը ինչպիսին է, անկախ ԲՀԿ-ի հետ կապված է։ Տեսեք, հարգելիս, մեր անձնական տեսակետը մենք ողջ քարոզչության ընթացքում ու դա զուտ տեսակետ իրապես չէր եղել, որ մենք ձգտում ենք հաղթանակի, մենք իրապես տեսել ենք լուրջ մասնագիտական կառույցների վերլուծություններով այդ հաղթանակի հնարավորությունը ու պատահական չէինք ասում, հա, որ հաղթանակի ենք գնում։ Մենք դիտարկել ենք մեզ որպես իշխող ուժ դառնալու տարբերակը։ Բնականաբար շատ բացասական տրամադրվածություն է, բնականաբար մենք բոլորս Հայաստանում ենք ապրում, ես բոլոր պայքարների առաջամարտիկներից եմ եղել եւ անդիմադիր այդ մանդատի հարցը դուրեկան չի որևէ բանական մարդու, բայց մենք պետք է հասկանանք, հա, ինչքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է պատվիրակել, ինչ է լիազորել, մենք նաև նախատեսում ենք հաշվի առնել հենց մեր աջակիցների ցանկությունը ու կարծիքը մեր վերջնական որոշման հարցում, որովհետև ի վերջո սա պատասխանատվություն է առաջին հերթին, դու անդիմություն երբ որ դառնում ես որոշելու խորհրդարանական թե արտախորհրդարանական պետք է հասկանաս վրա հասնող վտանգները եւ լիազորությունների շրջանակը դրանք արկախելու հնարավորությունները որպես խորհրդարանական թե որպես արտախորհրդարանական արդյունավետ բնականաբար կարծում եմ որևէ մեկիդ մոտ երկրորդ կարծիք չի առաջանա որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր հա այս պայքար մտել լուրջ հարցեր խնդիրներ կա բոլորիս համար է սա անձնական լուրջ նեղություն է, բոլորս էլ լուրջ հետևանքներ ենք կրում ու ծանր բեռ ենք կրել այս պայքարը մտնելով, ասում եմ կոպիտ ասած տուն, տեղ, երեխա, բիզնես, անձնական հարցեր, ամեն ինչ մի կողմ թողած, մեր հայրենիքի համար մարտի մեջ ենք մտել ու հիմա լուրջ երկրորդ խնդիրն է գալիս, որ մեր քաղաքացուն այդպես է չթողեցին, որ իր կամքը արտահայտվի, որովհետև եթե այս ծավալի միջամտություններ չլինեն, պատկերը սա չէր լինելու։ Սամվել Կարապետյանի հետ ստեղծված իրավիճակը հանդիպել քննարկել եք Տիկին Մերյանի։ Դեռ ոչ, որովհետև ես ասում եմ, օրը 1-2 ժամ եմ հասցնում քնեմ, հիմա վերամշակում ենք։ Դեռ ոչ, հարգելիս։ Խնդրեմ։ Մարգարիտ Աղուշոնց, ԿԲԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը խոսելով ԲՀԿ-ի անցողիկ շեմը հաղթահարել անհատներ, որոնք իրենց կլանային շահերը ցած կդասեն պետական շահերից։ Ես այդպիսի անձանց անձամբ ճանաչում եմ։ Այսինքն բացահայտ ասած, որ անդիմության մեջ կան մարդիկ, ովքեր կլինեն ԿՊ-ի կողմից։ Ինչպես արձագանքեք նրա այս հայտարարությունից դուք վստահ եք, որ դժվար չի այդպիսի մարդ, որը ԿՊ-ի սատարի գաղտնիք դարձությունների։ Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները եւ ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են ու լիահույս եմ, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով, ինչ ես եւ իմ քաղաքական ուժը եւ վստահ եմ, որ սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է, ինչը քաղաքացիական պայմանագրի մոտ մի բան է, որ ստացվում է, դա քաղաքական մանիպուլյացիան է։ ԿՊ-ից պոկեր 8 պատգամավորների, դուք դրա մասին նաեւ այստեղ
Այստեղ կարող որքանով է իրատեսական, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը իր թիմակիցների դեմ ունի տարբեր կոմպրոմանտներ, որով նրանց պահում է իր դաշտում։ Իսկ ինչու ենք բացառում, որ այո, կարող է քաղաքացիական պայմանագրի շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր այնուամենայնիվ կարմիր գծեր ունեն ու այդ նոր սահմանադրության ընդունումը Տիգրան Աշենի հանձնում է, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ Ես անհուսալի լավատես եմ եւ փորձում եմ այդ առումով լավատես չի, որտեղ պրակտիկան հարգել որ անցնող 5 տարվա ընթացքում ԿՊ-ից ոչ մի պատգամավոր չկա։ Չէ, ինչու ոչ մի, շատ պատգամավորներ են եղել, մանդատ Այնուամենայնիվ ոչ մի ձև ավելին Հայաստան դաշինքից եւ պատիվ ունեմից Իշխան Զաքարյանը եւ Հայաստան դաշինքից Գեղամ Նազարյանը ըստ էության իշխանական գծի մեջ հայտնվեցին, այսինքն հանրությունը արդեն այդ վատ նախադեպը ունի եւ հիմա ըստ էության ասել, որ տվեք մեզ մանդատ, որ 8 ԿՊ-ական բերենք։ Մենք բնավ այդ բնականաբար հեշտ չի։ Դա զրույց է քաղաքացու հետ։ Հիմա մենք ինչ ենք Ջորջան, օրինակ մենք ինչու Սամվել Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն դարձավ, չէ՞, օրինակ մեր կյանքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, որ այլ թեկնածուն ունենք, որ խնդիր չունենար, որովհետև այդ ցանկությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա մեր քաղաքական ուժի առաջնորդ ու Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուներ մեր ընտրողը, մեր աջակիցները, իսկ մենք լինելով մի քանի ամսական քաղաքական ուժ աննախադեպ հանրային աջակցություն ունենք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ անկախ այս ահռելի ճնշումներից ու հետապնդումներից գալիս մեզ աջակցություն մեր կողքին կանգնում են։ Հիմա մենք նպատակ ունենք կրկին ականջալուր լինենք ու Նարեկ Կարապետյանը ունի այդ իրավունքը ու նաև հնարավոր է պարտականությունը զրույցի մեջ բռնկվելու իր ընտրողի, իրեն լսողի ու իրեն հավատացողի հետ։ Օրինակ հիմա շատ մարդիկ կարծիքներ են այտնում, քննադատում են մեզ, ովքեր օրինակ մեզ քվե չեն տվել։ Մենք առաջինը կաշկանդված ենք մեր ընտրողի ցանկությամբ։ Եվ բնականաբար պարոն Կարապետյանը կարող է նման կարծիք արտահայտել։ Հիմա կան ԿՊ-ի մեջ հայրենասարներ, չկան հայրենասերներ, արդեն դա թող մնա հանրության ու ԿՊ-ի դատին։ Բայց մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ հնարավոր է քաղաքացիական պայմանագրի որոշ թեկնածուներ, պատգամավորներ եւ մարդիկ իրանք ունեն այն թույլատրելիության գիծ, օրինակ այդ թույլատրելիության գիծը Տիգրան Աշենի հանձնումն է։ Տիկին Մերան, ուղղակի այս գործընթացներից առաջ տեղի ունեցել իմպիչմենտի գործընթացը, որին ոչ մի ԿՊ-ական պատգամավոր չի միացել, այսինքն այդ ժամանակ էլ ընդդիմադիրները գրել են Տիգրան Աշենի հանձնման հարցը, վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց եւ ոչ մի ԿՊ-ական գոնե մեկ անգամ չի ասել, որ այո իրենց համար կարմիր գիծ է, որտեղ իրենք չեն համարում, իրենք օրինակ ասում են, որ Տիկին Մակարյան, հիմա սա անշնորհակալ, այ կներեք Տիկին Մանուկյան, հիմա սա անշնորհակալ գործ է իրենց ցանկությունները ու նախորդիվ process-ները որակելը ու քննարկելը։ Ես պատասխանատու եմ իմ գործընթացի, իմ քաղաքական ուժի ու մեր անելիքների համար, էլի, այնպես որ զերծ կմնամ, այո, ունենք արձանագրված փաստ, որ այդ գործընթացը չի հաջողվել։ Հիմա հնարավոր է այլ իրողություն, օրինակ նույն մանդատների բաշխվածությունը եւ այնպիսի կազմի ձևավորումը, որ այլ ելք կարող է տանել, այնպես որ թողենք ինչ եղել է անցյալում, հասկանանք ինչ ունենք հիմա նախ առաջինը սպասենք արդյունքների ամփոփմանը եւ հասկանանք դեպի ուր ենք գնում, ինչ որոշում ենք կայացնում։ Ամեն Սիմոնյանը այսօր նաեւ հայտարարեց մանդատները վերցնել չվերցնելու հետ կապված, ասաց կարող եք նաև չվերցնել մանդատները, կան այլ կուսակցություններ, այլ ուժեր, այլ պատգամավորներ էլ կարող են կան։ Օրենքը նմանատիպ ինչ-որ կետ սահմանում է, որ հնարավոր է, որ այլ ինչ-որ քաղաքական ուժեր, եթե դուք չվերցնեք մանդատները, կան և դառնան խորհրդարանի ներկայացուցիչներ։ Տեսեք, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել եւ պատասխան է տալիս, այո, ըստ էության կարելի է տարամեկնաբանել այս սահմանադրագետների շրջանում եւս քննարկելի հարց է, որ հիմա եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրը բաշխվի այդ մանդատը, որովհետեւ ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած եւ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաեւ
երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, հա, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք կամ հակառակը գնում ենք ինչպես ենք մեր աշխատանքը պատկերացնում ու կազմակերպում, այս ամեն ինչի հետ կապված տեսակետ հիմնավոր ունենալու համար անհրաժեշտ է վերջնական ամփոփված արդյունքներ։ Կներեք, լսեմ։ Արմենիա Թեթերի Խաչատրյանը, երբ որ այս վերլուծությունները անում եք ընտրախախտումների, ունեք վիճակագրություն, օրինակ դրանք մարզերում, գյուղաբնակույն բնակավայրերում էին ավելի շատ Երևանում եւ քաղաքացին այսպես ավելի հասկանալի լեզվով, որպես սահմանադրագետ, կբացատրեք ինչ կտա մանդատ վերցնելը նրան եւ ինչ չի տա մանդատ վերցնելը նրան, որպեսզի քաղաքացին պարզ հասկանա ինչ ենթադրի դրանով։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, նախ էլի եմ ասում, այդ պատկերը թե հատկապես որ շրջանում է ավելի մեծաքանակ խախտումներ ունի, արդեն ահազանգերով ունենք որոշակի պատկերացում կոնկրետ տեղամասերով, ըստ դրա էլ դիմել էինք վերահաշվարկների, հա, որովհետև տեղամասեր կային բավական թե թվային, թե ահազանգային միջամտություններ կա, բայց պետ վերջնական պատկերը կունենանք ամբողջական 2005 տեղամասի արդյունքը վերլուծելուց հետո, սա մեկ ու պլյուս զուգահեռաբար համ արդյունքներն ենք համադրում վերլուծում, համ ահազանգերն ենք գույքագրում, որովհետև այդ երկու օրվա ընթացքում հարգելիներս իրապես հազարավոր զանգեր ենք ստացել, նյութեր են ուղարկել, այդ հսկայական բազայա հերթով անդրադառնում վեր ենք լուծում։ Հա, կներեք։ Կրկին, հիմա սպասում ենք տեսնենք ինչպիսի արդյունքներ ունենք, ինչպես է բաշխվում մանդատները, ըստ դրա կրկին ասեցի։ Հա, կներեք։ Հա, հերթի մեջ էր, հա, խնդրեմ։ Հա, հետո Մինչև ընտրությունները հարցումներ էին արել եւ հարցվածների մեծ մասը ասել էր, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, իրենք պատրաստ են դուրս գալ փողոց եւ հենց փողոցի միջոցով իշխանապողություն իրականացնել։ Հիմա հաշվի առնելով այս արդյունքները, արդյոք դուք պատրաստվում եք փողոցային պայքար սկսել եւ օրինակ ինչն է խանգարում վերցնեք մանդատները կամ չվերցնեք, ինչ կորոշեք ու փողոցային պայքար սկսեք։ Դե հիմա այս պայդրությամբ ես ասում եմ, մենք այս հետընտրական փուլում ենք, պատական չի այս ասուլիսը։ Այդ բոլոր որոշումները կայացնելու համար, այո, իրապես կան քաղաքացիներ, ովքեր պատրաստակամ են, կան քաղաքացիներ, ովքեր ասում են պատրաստակամ են, բայց չեն դուրս գալի փողոց, կան քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես ամեն ինչ քննադատում են ու տեղեկատվական աժոտաժ են ստեղծում։ Մենք որպեսզի որոշում կայացնենք, պատասխանատու նախ ունենք տեսլական, մեկ առաջնահերթ տեսլական, մի հատ կազմակերպենք քննարկում մեր ընտրողի հետ, ինչ որ ձևաչափով, բայց մինչ այդ էլ այս process-ը պետքա ինչ որ ձևով ամփոփենք։ Շնորհակալ եմ։ Անի Աբախյանը Եսի մեդիա, Տիկին Մելոյան, արդարադատության նախարարն ասում է, որ առանց ազգային ժողովի որոշման